Хорошо, давайте продолжим. Ay, ah. А, Нам, Եկեք շարունակենք։ нам дали электричество на час раньше, поэтому я радый. Ես մի ժամ շուտ վերականգնեցին։ Вчера на домашней группе одна девочка сказала, я сказал, о чем молиться? Երեք տնային խմբում էինք, ասի ինչի համար աղոթենք։ И она сказала, помолитесь, пожалуйста, потому что 1 час в сутки электричества это очень мало. Եվ մի աղջիկ ասեց աղոթեք, որտեղ օրվա մեջ մի ժամը կամ 3 ժամը քիչ է շատ։ И мы живем в одном городе, и в ее части, ну, света мало. На удивление, у меня достаточно, чтобы преподавать. Եվ նա մենք նույն քաղաքում ենք ապրում, նա այն քաղաքի այն ծայրում է եւ իրենց մոտ ընդհանրապես չկա, բայց ես այնքան էլեկտրականություն ունեմ, որ կարողանում եմ դասավանդել։ Я сказал, ну, молитесь за меня, потому что я преподаю, и мне нужно минимум 3,5 часа между блэкаутами. Եվ ես ասացի իմ համար էլ աղոթեք, որտեղ ես ամենակիչը 3.5 ժամի կարիք ունեմ մինչև որ կանջատվեն, այսինքն անջատումների միջև եղած ժամանակը։ И она сказала, 3 часа, ого! Եվ նա զարմացավ այդ 3 ժամվա արտահայտության վրա։ Я сказал, может, мы помолимся, чтобы вообще свет был, ну, постоянно, 24/7. Ասիկ միգուցե աղոթենք ընդհանրապես որ լույս լինի օրը 24 ժամ։ И она вроде сказала, ну, я тогда не знаю, что я буду делать. Եվ նա ասում էր ես այդ դեպքում չգիտեմ ինչ պետք է անեմ։ Да, до жизни. Деяния апостолов. Գործ Կարաքելոցին գանք։ Мы видим, что, ну, ученики не понимали, что будет. Տեսնում ենք որ առաքյալները չէին հասկանում ինչ է տեղի ունենալու։ И даже после сошествия Духа Святого они проповедовали так, как будто 3 глава, 19 стих. 3:15 տնային։ Как будто ну, Израиль покается и придет Царство Божие. 3:19 Да. 3:19-20. Ուստի ապաշխարեցեք եւ դարձի եկեք, որ ձեր մեղքերը ջնջվեն, երբ սփոփանքի ժամանակները գան Տիրոջ ներկայությունից։ Եվ նա պիտի ուղարկի Հիսուս Քրիստոսին, որի սկզբանը ձեզ քարոզվել էր։ Այսինքն այնպեսի տպավորություն է, որ իրենք ասում են, որ եթե ապաշխարեք կլինի այս ամենը։ И поэтому, скажем так, книга Деяний показывает, что для самих апостолов осознание того, что Бог создал и создает церковь, это было определенным процессом. Մենք տեսնում ենք, որ գործ Կարաքելոցից, որ առաքյալների համար Աստծո եկեղեցի ստեղծելու իրականությունը ընկալելը իրենից ենթադրում էր ժամանակահատված։ Поэтому мы видим, что апостол Павел впоследствии он дает более подробное разъяснение того, что представляет собой церковь. Համար տեսնում ենք հետագայում Պողոս առաքյալը ավելի մանրակրկիտ մեզ տալիս է այն թե ինչ է նշանակում եկեղեցին։ Поэтому мы видим, что в церкви уверовавшие в распятого, воскресшего и прославленного Мессию становится частью тела в союзе с Мессией. Մենք տեսնում ենք, որ հավատացողները խաչված, մահացած եւ հարություն առած Մեսիային դառնում են նրա մարմնի անդամները։ И в приходе к миру с Богом через веру в Иисуса Христа никто не обладает какой-то особой привилегией.
Եվ Հիսուսին հավատալով գալով հավատքի ոչ ոք հատուկ հատուկ ինչ-որ դիրք չի զբաղեցնում, առավելություն չի ունենում։ И эти благословения не имеют отношения к участию в народе израильском. То есть Ну, не нужно язычникам становиться евреями, чтобы стать христианами. այսինքն Или наследовать, ну, այսինքն հավատալով հեթանոսները կարիք չունեն դառնալու հрьяաներ, որպեսզի փրկվեն։ И как апостол Павел показывает в Ефесянам 2 главе и в 3 главе, двое становятся одним новым человеком. Եվ ինչպես որ Պողոս առաքյալը Եփեսացիներին 2-3 գլուխներում ցույց է տալիս, երկուսը մեկ մարմին են դառնում, մեկ մարդ են դառնում։ И эта тайна, 3 глава, которая не была открыта раньше. Եվ երրորդ գլխում ասում է, որ դա գաղտնիք էր, որ նախկինում բացված չէր։ И следующий материал, который у нас есть, достаточно подробно касается темы восхищения. Եվ հաջորդ թեման մեր մոտ մանրակրկիտ կերպով անդրադառնում է ապշտակությանը։ И мы, учитывая тот факт, что про церковь ничего не говорится в Ветхом Завете, понятно, что в Ветхом Завете нет предсказаний и о восхищении. Հաշվի առնելով, որ ինքը տականը ընդհանրապես չի խոսում եկեղեցու մասին, մենք պետք է հասկանանք, որ այնտեղ չկա մարգարեացում հափշտակության մասին է։ И, следовательно, также в Евангелиях нет предсказаний об этом. Եվ դրան հետևելով վետարաններում էլ չկա նախազգուշացում դրա մասին։ Но данное учение открыто в новозаветных посланиях. Այլ այս գաղտնիքը բացված է նոտիվականյան նամակներում։ И Хоман уже ссылался на 1 Фессалоникийцам, 4 глава 13-18 стихи. Եվ Հովնան արդեն ակնարկարեց առաջի Թեսաղոնիկեցիս Также 4 գլուխ։ 1 Коринфянам 15 глава 50-58 стих. 1 Коринфянам 15 глава 50-58. Նաև առաջի Կորինթացիս 15 50-ից 58-րդ համաներին։ И 2 Фессалоникийцам 2:1. Եվ երկրորդ Թեսաղոնիկեցիներին 2:1-ը։ Где Павел говорит: молимся, братья, о пришествии Господа нашего Иисуса Христа и нашем собрании к Нему. Это 2 Թեսաղոնիկեցիներին 2:1. 2:1։ Երկրորդ Թեսաղոնիկեցիս 2:1-ը։ Արտահայտում ենք ձեզ եղբայրներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալասյան եւ մեր նրա մոտ հավաքվելու վերաբերյալ։ И апостол Павел как раз во 2 Фессалоникийцам говорит о том, что будет происходить прямо перед явлением Антихриста. Вернее, наоборот. Будет восхищение и да, ну и какие события будут предшествовать восхищению. Այս նամակում Պողոս առաքյալը խոսում է իրադարձությունների մասին, որոնք տեղի ունենալու միջև հափշտակությունը։ Ну, фактически Антихрист не будет известен, пока церковь не вознесется. Փաստացի Քրիստոսը հայտնի չի լինի միջև եկեղեցին չհափշտակվի։ И поэтому ну, складывается впечатление, что пришли некоторые люди в Фессалоники и начали говорить, что или поезд уже ушел, или Антихрист уже пришел, или ну, какую-то ересь, которая не соответствует истине, и Павел исправляет эти вещи.
Այսինքն տպավորություն է ստացվում, որ Թեսաղոնիկիում ինչ որ հերետիկոսություն կար, նրա հետ կապված որ կամ արդեն ուշ է, կամ արդեն այդ ամեն ինչը կապված հակաքրիստոսին հիմա ներկա իրականություն է, այսպիսի բան էր տարածված։ Так. И также еще в первом Фессалоникийцам мы видим указание на то, что церковь не будет участником грядущего гнева, великой скорби. Նաև առաջին Թեսաղոնիկեցիներում ունենք ակնարկ, որ եկեղեցին չի լինի գալիք այդ նեղությունների տառապողը։ 1 Фессалоникийцам 1:10 и ожидать с неба Сына Его, которого Он воскресил из мертвых Иисуса, избавляющего нас от грядущего гнева. Ես սпасելու առաջին Թեսաղոնիկեցիս 1:10, ես սпасելու նրա որդու վերադարձի երկնքից, ում նա հարուցանեց մեռելներից, այսինքն Հիսուսին, որ փրկեց մեզ գալիք վարկում։ И 1 Фессалоникийцам 5:9 Павел говорит, потому что Бог определил нас не на гнев, но к получению спасения через Господа нашего Иисуса Христа. Եվ 5-րդ գլուխ 9-րդ համարը, որտեղ Աստված մեզ չի սահմանել բարկության համար, այլ փրկություն ստանալու մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ И Откровение 3:10, наверное, является одним таким из ключевых стихов, которые говорят о том, что церковь не будет участником великой скорби. Եվ այդպիսին 3:10-ը երևի այն բանալի հատվածներից է, որ խոսում է այն մասին, որ եկեղեցին չի լինի մեծ նեղության մասնակիցը։ Поэтому Бог обещает церкви, что Он сохранит церковь от годины искушения. Եվ համար Աստված խոստանում է, որ կպահի եկեղեցին գալիք փորձություններից։ Поэтому это одно из обещаний, которые мы имеем. Սա այն խոստումներից մեկն է, որ մենք ունենք։ Так, секундочку, я хочу найти некоторый материал. У меня связь прервалась, или вы не говорите? Да, я не говорю. Сейчас, секунду, я найду некоторые моменты. Следующий слайд, 33-й. Различные взгляды, которые существуют в отношении восхищения церкви, когда это произойдет. Հաջորդը 33-րդ սլայդը հապշտակության հետ կապված եկեղեցու տարբեր այն հայացքները, թե երբ այն տեղի կունենա։ Первый взгляд это до скорби. Առաջինը դա մինչև նեղությունն է։ И термин, который используется в английском языке, это pre-tribulation. Претрибуляционизм. Այն տերմինը, որ անգլերենով օգտագործվում է, Трибулационизм. Вот так. pretribulationism-ն է, հա, նախա pre-tribulation այդ նեղություն բառը միացրած pretribulationism, Поэтому tribulation это скорбь и до скорби. извиняюсь, я это уже сказал. Да. Вот. Но да, эти термины используются в литературе, поэтому мы должны знать, о чем идет речь. Այս տերմինները օգտագործվում են գրականության մեջ, դրա մենք պետք է իմանանք ինչ մասն է խոսքը գնում։ Второй взгляд это посреди скорби.
Երկրորդ տեսակետը Օսրիդի или երկրորդ трибулационизм. որ ասում են mid-tribulation, այսինքն նեղության կեսից ապշտակություն։ Поэтому в этом взгляде частично церковь будет находиться в великой скорби, но когда Антихрист явно уже проявится и совершит мерзость запустения, церковь будет восхищена. Եվ այս տեսակետով էլ եկեղեցին մասամբ կլինի նեղության մեջ, բայց երբ որ արդեն բացահայտ ակա Քրիստոսը կհայտնվի, այդ ժամանակ արդեն Քրիստոսի մոտ կգնա եկեղեցին։ И в основном говорят как бы о трех, но есть 4 позиции взгляда. Բայց հիմնականում խոսում են 3 տեսակետի, բայց իրականում 4 տեսակետ կա։ Говорят до, посреди и после. Խոսում են մինչև, մեջտեղ եւ հետո այս տեսակետների մասին։ И у вас на слайде после это 4-й вариант, но раньше было 3, скажем так. То есть слайде 4 варианта сейчас написано или 3? Написано 4, но, скажем, на слайде представлено в хронологическом порядке, а я сейчас говорю, скажем, в том порядке, в котором они появились. Ну, не то, что появились, а взгляд относительно, что церковь вознесется до гнева, это он чуточку позже возник. Ձեր մոտ ըստ հերթականության է գրված, բայց երբ որ նայում ենք պատմության մեջ այն տեսակետը, որ եկեղեցին միջև նեղությունն է ապշտակվելու, դա ավելի ուշ է առաջ եկել այդ տեսակետը։ Поэтому посттрибуляционизм – это вера в то, что церковь претерпит и выживет в скорби и дойдет до конца, и потом будет восхищена. Դրա համար post-tribulaционism-ը, այսինքն հետո նեղությունից հետոյվա ապշտակության այդ վարդապետությունը հավատում է, որ եկեղեցին կանցնի ամբողջ նեղությունների միջով եւ դրանից հետո նոր կապշտակվի։ Поэтому фактически восхищение церкви и второе пришествие – это не 2 разных события, а одно слитное действие. Դրա համար ստացվում է, որ հափշտակությունն ու երկրորդ գալուստը ոչ թե երկու առանձին իրադարձություն են, այլ մի իրադարձություն է։ Христос спускается, мы возносимся и с ним приходим. Քրիստոսը իջնում է, մենք բարձրանում ենք վերև եւ իր հետ գալիս ենք։ И одним из ключевых таких аргументов заключается в том, что исторически наиболее древний взгляд. Եվ այն փաստարկներից մեկը, տանրագույն փաստարկներից մեկը սրա օգտին այն է, որ ավելի պատմական հայացք է սա։ И, следовательно, и сегодня есть много приверженцев этого взгляда. Այսօր էլ կա շատ այս տեսակետը հարողներ։ Но есть еще так называемый взгляд до гнева. Եվ կա այսպիսի մի տեսակետ մինչև բարկությունը։ И в английском эта фраза звучит как pre-wrath. Անգլերենով pre-wrath, Поэтому если так перевести на русский, будет пригнев или до гнева. Это получается, после восхищения будет во второй половине великой скорби, но до второго пришествия Иисуса Христа. այսինքն այս տեսակետով էլ ստացվում է, որ հափշտակությունը կլինի նեղության երկրորդ կեսին, բայց մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը։ Поэтому где-то там до финальных чаш гнева. Այսինքն մինչև վերջնական բարկության թասերի լինելը։
Так, поэтому есть тут такие варианты. Դրա համար կան այսպիսի տարբերակներ։ Э, Вы чего придерживаетесь? Դուք ինչին եք հավատում։ Ես հավատում եմ, որ եկեղեցին միջև 7 տարվա նեղություն սկսել է, հափշտակվելու է ու հավատալուց հիմքերը հենց այդ Թեսաղոնիկեցիների հատվածն է։ До Великой Скорби особенно на послание к Фессалоникийцам. Мгм. Ну, я тоже придерживаюсь до Великой Скорби. Ինքն էլ է։ Ու ու լոգիկա ոնց որ չեմ տեսնում, որ կարար ոչ թե կարար, հա, որ եկեղեցին մնար տանջվել, էլի։ Այս ես դեմ չեմ նեղություն կրեն քրիստոնյաները, ոնց որ դրա համար է կանչված են, բայց ոնց որ եկեղեցին մնար այդ նեղություններում, հա, իմ պատկերացումը ոնց որ իմաստ չեմ տեսնում, էլի։ То есть брат не видит смысла и логику в том, что церковь будет здесь, и он не против, чтобы церковь страдала за Христа, но нету смысла в общей теме фессалоникийцев по его взгляду. Ну, например, сейчас аргументы за посттрибуляционизм могут быть следующие. Հաստարկները post-tribulaционizmi կարող են լինել հետևյալները։ Матфея 24 глава с 29 по 31 стихи. Մատթեոս 24 29-ից 31 համարները։ Там используется фраза «вдруг после скорби дней тех». Այնտեղ օգտագործված է այսպիսի արտահայտություն եւ այդ օրերի նեղությունից հետո։ И также используется в этом отрывке термин слово «избранные». Եվ այնտեղ ընտրված բառն է։ И снова мы с вами также говорили относительно богословских позиций о тысячелетнем царстве. Մենք իրար հետ զրուցել ենք հազարամյա թագավորության հայացքների հետ կապված։ И поэтому для тех верующих, которые придерживаются ковенантного богословия, они вынуждены и считают, что церковь унаследовала обетование Израиля, и Израиля как народа Бог больше с ними делает, больше иметь не будет. Նրանք որպես ուխտի աստվածաբանության հետևորդներ, քանի որ հավատում են, որ իրենք Իսրայելի խոստումները ժառանգորդներն են եկեղեցում ու Աստված էլ իրենց հետ գործ չունի Իսրայելի հետ։ То, конечно, эти отрывки говорят о нас. Այսինքն այդ դեպքում իհարկե հատվածները մեր մասին են խոսում։ Мы должны помнить, что не все так верят, как мы верим. Մենք պետք է հասկանանք, որ բոլորը չեն այնպես հավատում, ոնց որ մենք ենք հավատում։ И у них есть определенные, скажем так, предубеждения, и они вынуждены и пытаются толковать Писание в этих рамках. Մենք պետք է հասկանանք, որ իրենք ունեն նախորոք ենթադրություններ, հա, որոնք օգտագործում են Սուրբ Գիրքը մեկնելու համար։ Ну, конечно, они утверждают, что мы также имеем предубеждения. Իհարկե, իրենք էլ ասում են, որ մենք ենք նախորոք ենթադրություններով մոտենում տեքստին ու մեր ենթադրությունների լույսի ներքո մեկնում։ И поэтому, снова же, главную, ну, или ключевую роль играет герменевтика, и мы должны поддать испытанию наши предубеждения. Եվ իհարկե, այստեղ բանալի բանը դերը խաղում է հերմենևտիկան, ու մենք պետք է մարտահրավեր նետենք մեր նախորոք մեր հետ բերող ենթադրություններին։ И если не осознавать этого момента, понятно, что два верующих с разными мнениями, они будут просто, ну, скажем так, стрелять друг друга отрывками из Писания, но толку будет мало. Եթե դա հաշվի չառնենք, ստացվի որ երկու տարբեր հավատացյալ են, ուղղակի կկրակեն իրար աստվածաշնչյան համարներով ու ոչ մի օգուտ չի լինի։
М. Еще один аргумент, например, в пользу посттрибуляционизма, Մի բաստարկել post-tribulation այդ վարդապետության это воскресение в последний день. դա վերջին օրվա հարությունն է։ Иисус многократно говорит, то есть, что воскресение верующих в последний день, в Иоанна 6:40. Հովհաննես 6:40-ում Հիսուսը խոսում է վերջին օրը հարություն առնելու մասին։ А он не говорит о том, что это произойдет за 7 лет до этого. Այդ չի ասում, որ 7 տարի այդ վերջի օրվանից առաջ կլինի այդ հարությունը։ И они указывают, что вот Марфа верила, что воскресение будет в последний день. Դե նրանք ասում են, որ Մարթան հավատում էր, որ վերջին օրը կլինի հարությունը։ Еще один аргумент притча о пшенице и плевелах. Մյուս բաստարկը հարդի եւ ծորենի առակը։ И там написано, что оставьте расти вместе и то, и другое. Потом Եվ будет այստեղ жатва. ասում է թողեք, որ միասին աճեն եւ հետո կհավաքեք։ И поэтому разделение верующих и неверующих будет в самом конце. Դրա համար անջատումը արդարների եւ անարդարների կլինի ամենավերջը։ И поэтому они смотрят на эти отрывки и говорят, ну вот, все складывается. Դրա համար իրենք նայում են այս հատվածներին եւ ասում են, հա, ամեն բան ընկնում է իր վրա։ Поэтому, конечно, у нас есть объяснение и толкование этих отрывков и контраргументы. Իհարկե մենք ունենք մեր մեկնությունը այդ հատվածների եւ ունենք հակապաստարկներ, Ну, давайте вернемся к нашим заметкам. Ну, мы еще поговорим об этих моментах. եկեք վերադառնանք մեր նշումներին, մենք դեռ կզրուցենք այս թեմաներով։ Ну, непосредственно 35-й слайд об этом и дальше говорит. Հենց 35-րդ սլայդն էլ դրա մասին խոսում է։ Ну, давайте более, скажем так, по порядку. Բայց ավելի եկեք հերթով մոտենանք։ Мы видим, что церковь родилась в день Пятидесятницы, Деяния 2 глава, когда Дух не зашел на верующих. Մենք տեսնում ենք, որ 50-րդ օրը եկեղեցին ծնունդ ստացավ, երբ որ Սուրբ Հոգին իջավ հավատացյալների վրա։ И с этого момента верующие находятся в союзе с Христом, крещенные в тело Его Духа. Մենք տեսնում ենք, որ այդ օրվանից Քրիստոսի մարմնի մաս են կազմում հավատացողները Սուրբ Հոգով կնքված լինելով։ И святые во время Христа не могли стать частью церкви, пока они не услышали благовествование Христово и не поверили в Его труд. Եվ սուրբերը չէին կարող մասը կազմել եկեղեցու, մինչև որ չէին լսել Քրիստոսի մասին, Քրիստոսի կատարած գործի մասին։ Ну, вероятнее всего имеется в виду, если вы посмотрите, это 35-й слайд, 3-й пункт, ссылка на Деяния 19 главу. Եթե դուք 35-րդ սլայդը նայեք, ամենայն հավանականությամբ Գործքի 19-րդ գլուխին է ուղղում։ Там мы встречаем учеников Иоанна Крестителя, скажем так, представителей еще, скажем так, Ветхого Завета, которым Павел задает вопрос, приняли ли вы Духа Святого уверовав? Եվ այնտեղ մենք ենք Հովհաննես Մկրտչի ներկայացուցիչներին, այսպես ասած կտակարանյան, հա, ներկայացուցիչներին, որոնց Պողոսը հարցնում է դուք Սուրբ Հոգին առել եք, երբ որ հավատացել եք։ И они там сказали, ну мы даже не слышали о таком. Եվ նրանք այնտեղ ասում են, որ մենք դրա մասին չենք էլ լսել։ Поэтому он им проповедовал Евангелие, они уверовали и стали частью церкви. Դրա համար այնտեղ նրանց քարոզեցին ավետարանը, իրանք հավատացին եւ դարձան եկեղեցու անդամ։ И как мы уже говорили, тело Христово
это новозаветная тайна, которая сейчас открыта, но для пророков Ветхого Завета она была спрятана. Եվ նոր կտականն եկեղեցին մարգարեների համար թաքնված էր, որովհետև այն գաղտնիք էր։ Так. Матфея 13:11 Մատթեոս 13:11-ը Христос говорит, вам дано знать тайны Царства Небесного, а им не дано. Քրիստոսն ասում է ձեզ տրված է երկրի արքայության խորհուրդները իմանալ, իսկ իրենց տրված չի։ Вот, извиняюсь. Ներողություն։ Второй день банк беспокоит меня, но я их прошу, звоните в обед, но звонят во время уроков. Так. Матфея 11 стих показывает, что некоторые вещи сокрыты от других. Այս համար ասում եմ, որ կան բաներ, որոնք պահված են մնացածներից։ Если человек в тело Христова помещает крещение Духа Святого, если тело Христово, как оно полагается на воскресение и вознесение Христа, отличительная черта нашего времени, тогда таковым следует считать и крещение. Եթե սուպոկու մկրտությունը, можно еще раз? Да. Ну, если мы считаем, что человека в тело Христова помещает крещение Духа Святого, Եթե մենք մտածում ենք, որ մարդուն Քրիստոսի մարմին տեղակայում է սուպոկու մկրտությունը, если тело Христово, так как оно полагается на воскресение и вознесение Христа, это отличительная черта нашего времени, եւ եթե Քրիստոսի հարությունը եւ համբարձումը, Քրիստոսի մարմնում մեր հիմիկվա ժամանակաշրջանի առանձնացնող գիծն է, тогда таким следует считать также и крещение. այդ դեպքում պետք է մկրտությունն էլ այդպեսին դիտարկվի։ С библейской точки зрения крещение Духом не упоминается в Ветхом Завете или на ранних этапах служения Христа. Սուրբ Հոգու մկրտությունը հին կտականում կամ Քրիստոսի ծառայության վաղ ժամանակահատվածում չի հիշատակվում։ И несмотря на то, что Дух Святой будет активен в тысячелетнем царстве, Եվ չնայած որ Սուրբ Հոգին ակտիվ կլինի հազարամյա թագավորության ժամանակ, Библия ничего не говорит о крещении Духом в это время. Աստվածաշունչը ոչ մի չի ասում Սուրբ Հոգու մկրտության մասին այդ ժամանակահատվածում։ Поэтому ветхозаветные пророки ничего не знали о крещении Духом, как и о тайне церкви. Դա համար հին կտականն մարգարեները ոչ մի չգիտեին Հոգու մկրտության ու եկեղեցու գաղտնիքի մասին։
И к тому же, согласно Рари, после восхищения церкви это служение духа прекратится. Դրա համար Ռայրի ըստ նրա եկեղեցու հաղորդակցությունից հետո այդ գործունեությունը կդադարի։ Э, Что это значит и почему мы об этом говорим? Ինչ է դա նշանակում եւ ինչի համար ենք մենք դրա մասին խոսում։ Мы должны понимать, что даже среди диспенсационалистов, которые придерживаются, скажем, восхищения церкви до скорби, верят в буквально тысячелетнее царство, есть разные взгляды относительно того, какую функцию там, Дух Святой будет играть в эти разные периоды. Որովհետեւ ինչի համար ենք մենք խոսում, հարցը դա է, որովհետեւ անգամ դիսպենսացիոնալիստների շրջանակներում, ովքեր միանման են հավատում միջև նեղությունների շրջանը հափշտակության վերաբերյալ, դա ունեն հազարամյայի, չնայած դրան, ունեն հազարամյայից հետո Սուրբ Հոգու գործունեության մասին տարբեր պատկերացումներ։ Поэтому есть, скажем так, диспенсационализм, который возник в начале, и на сегодняшний день мы наблюдаем прогрессивный диспенсационализм. Դրա համար կա դիսպենսացիոնալիզմ, որը սկզբից էր ի հայտ եկել եւ հիմա տեսնում ենք պրոգրեսիվ դիսպենսացիոնալիզմը։ Есть определенная разница в некоторых акцентах и в том, как Бог действует в эти разные периоды. Կան որոշակի տարբերություններ, թե ինչպես է Սուրբ Հոգին գործում, կան տարբեր մասերում, տարբեր տեսակետներ, թե ինչպես է Սուրբ Հոգին գործում, այսպես ասեմ։ И вот что Ларри Петтигрю пишет в богословском журнале TMS, это Theological Masters Seminary. Ну, это семинария МакАртура, они издают эти журналы. Ահա թե ինչ է գրում Մակարտուրի սեմինարիայի թերթի հոդվածագիրներից մեկը։ Он пишет, но некоторые диспенсационалисты задумались о причинах такого резкого обрыва в учении о крещении Духом. Что? Но некоторые диспенсационалисты, он говорит, задумались, ну, цитата, которую я выше прочитал, Ага. И тут комментарий относительно, ну, таких утверждений. Քիչ առաջ որ ընթերցվեց այն մեջբերումը Սուրբ Հոգու մկրտության, ջրի մկրտության հետ կապված, սրա հետ կապված մեկնաբանություն է արվում։ И дальше он пишет, а как насчет обетований Нового Завета в Ветхом Завете, которые предвещали излитие Духа? Եվ ասում է ինչ պետք է անենք այն մարգարեությունների հետ, որոնք որ 5 կտակարանում նոր կտակարանի մասին խոսում են, որ կլինի Սուրբ Հոգու հղում։ Еще больше проблем возникает в связи с тем, что Иоанн Креститель, который предсказал излитие Христом Духа. Հովհաննես Մկրտչի ասածների հետ կապված էլ հարցեր են առաջանում Քրիստոսի Հոգու մկրտության այդ ծառայության վերաբերյալ, который прекратится в конце эры церкви, был ветхозаветним пророком. Можно еще раз? Ну, вопрос звучит так, что а как быть с Иоанном Крестителем, который был ветхозаветним пророком и говорил о том, что Христос будет крестить Духом? Հարցերից մեկն էլ որ առաջանում է Հովհաննես Մկրտչի հետ կապված։ Նրա համար է առաջանում, որովհետև դիտարկվում է որպես 5 տակարանյան վերջին մարգարե։ Ասում է Հովհաննես Մկրտիչը որպես 5 տակարանյան վերջին մարգարե, չէ որ խոսել է Քրիստոսի մասին, ով կմկրտի Սուրբ Հոգով։
Потому что, ну, мы уже говорили о том, что пророки Ветхого Завета не знали о церкви. Որովհետև մենք արդեն խոսացել ենք այն бանի մասին, որ 5 տակարանի մարգարեները չգիտեն եկեղեցու մասին։ И как мы прочитали в предыдущей цитате, следовательно, пророки Ветхого Завета ничего не могли знать или говорить о крещении Духом Святым. Դրա համար էլ մենք ասացինք, որ նրանք ոչ մի չէին կարող իմանալ եւ խոսել Սուրբ Հոգու մկրտության վերաբերյալ։ Поэтому некоторые диспенсионалисты, они перешли, скажем, в позицию такого прогрессивного диспенсионалиста. Դրա համար որոշ դիսպենսացիոնալիստներ անցան պրոգրեսիվ դիսպենսացիոնալիզմի կողմը։ И прогрессивный диспенсионализм, он содержит некоторые истины диспенсационализма, ну, традиционного. Եվ այս նոր ձևը դիսպենսացիոնալիզմի որոշակի էլեմենտներ պահում է ավանդական դիսպենսացիոնալիզմից։ То есть продолжает сохраняться разграничение между церковью и Израилем и будущим восстановлением Израиля. Այսինքն պահվում է էլի այդ բաժանումը եկեղեցու Իսրայելի միջև, խոսվում է ապագա Իսրայելի թագավորության մասին, но также содержит герменевтические ошибки амиллинаризма. բայց նաև ամիլենիալիզմի հերմենևտիկ սխալներից է իրարում։ Ну, о чем идет речь? Дает новое значение ветхозаветнему тексту, основываясь на Новом Завете. Այսինքն տալիս է 5 տակարանի տեքստի նոր նշանակություն, հիմնվելով նոր կտակարանի վրա։ И также прогрессивный диспенсионализм, он утверждает, что царь царствует сейчас. Նաև նրանք ասում են, որ թագավորը թագավորում է հիմա։ Но это можно обнаружить лишь благодаря исследованию всего, что Писание говорит о царстве. Եվ դա կարելի է բարձել այն դեպքում, երբ որ ուսումնասիրվի, թե ինչ է ամբողջ Աստվածաշունչը ասում թագավորության մասին։ И также в этой позиции утверждается, что уже произошла инаугурация. Եվ նաև ասում է, որ այս տեսակետ ասում է, որ ինագուրացիան արդեն տեղի է ունեցել։ И что означает инаугурация? Иисус Христос занял место царя и царствует. То есть он сейчас сидит на троне Давида, да? Ну да, и царствует. Եվ որ հիմա ինագուրացիան է բացատրում, որ ինչ է այն նշանակում, որ այս մարդիկ էլ ինչպես ամիլենիալիստները հավատում են, որ Քրիստոսը հիմա համբարձվելուց հետո սկսել է թագավորել, նստած է գահի вրա։ Поэтому вот эти грани между, скажем так, периодами в прогрессивном диспенсионализме, ну, немного размываются. Դրա համար между прогрессивным диспенсационизмом и чем развиваются Нет, границы? не между прогрессивным диспенсионализмом, а точка зрения на периоды, Я понял. нет Я понял. таких четких разграничений в некоторых моментах. Որոշ հատվածներում հետեւաբար այս նոր տեսակի պրոգրեսիվ դիսպենսացիոնալիզմի մոտ ժամանակաշրջանների այսպիսի հստակ բաժանում չկա։ И кажется, МакАртур в одном интервью, когда его спросили, как он смотрит и понимает, придерживается ли он диспенсационализма, то он сказал, что
Он использовал слово лики диспенсационализм. Не могу выговорить это слово. Ну, такой, я не знаю, лики. Текучий или слово использовал в интервью. По-английски leaky. Да, лики, да. Ну, что он имел в виду этим? Что нет Что вот он верит этих как? четких, ну, как Я прогрессивно. понял. Да, Типа размытый. да. Եվ մի օր Մակարտուրին հարցազրույցներից մի քիչ ժամանակ հարցեցի նա ոնց է նայում այս նոր դիսպենսացիոնալիզմին, ասաց որ նրանք այդ սահմանների հստակ տարանջատումները չունեն ժամանակաշրջանների մեջ։ Поэтому есть ну, разные позиции среди диспенсационалистов. Мы должны это понимать. Մենք պետք է հասկանանք դրա համար էլ որ դիսպենսացիոնալիստների մեջ էլ կան տարբերություններ։ Давайте вернемся к восхищению. Что мы наблюдаем? Եկեք վերադառնանք ապշտակությանը։ В момент восхищения происходит завершение служения церкви на земле. Ապշտակությունով ավարտվում է եկեղեցու ծառայությունը երկրի вրա։ Ну, один из аргументов, почему многие придерживаются при трибуляционизма, заключается в том, что Бог взаимодействует, скажем так, с определенной категорией, если можно так сказать, народа. В Ветхом Завете он действует через Израиль, сейчас он действует через церковь. Церковь вознесется, он будет действовать на земле снова через Израиль. Եվ ի՞նչն է այս տեսակետին հարողների այսպես ասեմ, հա, փաստարկը, պատճառը ինչ են նրանք այսպես հավատում, որ իրենք մտածում են, որ Աստված գործում է տարբեր ժամանակաշրջաններում, հա, մարդկային այդ գործակալների կողմից տարբեր եւ ասում են, որ այն ժամանակ գործում էր Իսրայելի միջոցով, հիմա եկեղեցու ու երբ որ եկեղեցին կհապշտակվի, նա ելի կշարունակի գործել Իսրայելի միջոցով։ Поэтому в момент восхищения Христос воскресит всех христиан, которые умерли во Христе и не дождались Его прихода. Դրա համար Քրիստոսը հարություն կտա воскресит когда? Ну, в момент восхищения. Հա։ Եվ դրա համար ասում են հապշտակության ժամանակ Քրիստոսը հարություն կտա նրանց, ովքեր որ իրեն սпасելիս ննջել են, այդ բանին այդտեղ չեն, կենթանի չեն այլևս։ И, как Павел говорит в 1 Коринфянам 15 главе, наши тела, они не могут наследовать Царство Божие, поэтому 15 глава в конце говорит, что наши тела изменятся во мгновение ока, ну, тех, которые будут жить в момент восхищения. Եվ Պողոս առաքյալը առաջի Կորինթացիներին 15-ում ասում է, որ մեր մարմինները չեն կարող ժառանգել հավիտենականությունը եւ դրա համար մի ակնթարթում կփոխվեն ապշտակության ժամանակ։ Поэтому этот, скажем так, переход будет настолько быстрым, быстрее, чем мы моргаем глазами. Դրա համար այդ անցումը այնպեսի արագ կլինի, այնպես արագ կլինի, որ մենք չենք հասցնի անգամ թարթել մեր աչքերը։ Живущие в момент восхищения, они не успеют осознать, что они умерли и воскресли. Ապշտակության ժամանակ կենթանի ողունները չեն հասցնի գիտակցել, որ նրանք մահացան եւ վարություն առան։ Но Христос уже придет с теми верующими, которые не дождались Его прихода, и вместе они потом будут на небесах в период великой скорби. Եվ Քրիստոսը կգա դրանից առաջ արդեն ննջած սրբերի հետ եւ նրանք երկնքում կսպասեն այդ նեղության շրջանի ժամանակ։ И там произойдет
вот этот брачный союз браканца. Եվ այնտեղ կլինի հարսանեկան նյութություն, կառի հարսանիքը։ И тогда настоящее духовное служение Духа Святого в церкви прекратится в связи с восхищением тела Христова с этой земли. Եվ Սուրբ Հոգու գործունեությունը կկանգնի երկրի վրա կապված եկեղեցու ապշտակության հետ։ Поэтому возникает у некоторых вопрос, а как же ж будет там, спасение дальше на земле, будет ли это спасение? Եվ դրա համար ոմանց մոտ հարց է առաջանում փրկության հետ կապված, թե ինչպես է դա լինելու հետո երկրի վրա։ И я слышал проповеди, которые говорили, нет, уже не будет благодати, и нужно будет чуть ли не кровью собственной жертвой доказывать там, свою верность Господу, умирая за Христа. Եվ ես տեսել եմ քարոզները, որտեղ որ ասվում է, որ կարծես ոնց որ ասվի, որ մարդիկ իրենց տանջանքով եւ իրենց Հիսուսի հանդեպ հավատարմությունը պահելու գնով, հա, մահվան մատնվելով կհավատան ու կփրկվեն։ Поэтому, когда фессалоникийцам используется это слово «удерживающий», Համար երբ որ Թեսաղոնիկեցիներում այդ ծանգարող բառը օգտագործվում է, это 2 Фессалоникийцам 2:7. երկրորդ Թեսաղոնիկեցիս 2:7-ն է։ Как у вас переведен этот стих 7, последняя фраза? Пока не будет взят от среды, удерживающей теперь. Тот, кто мешает։ Тот, кто мешает? Ну, хорошо. А как понимается этот стих в церкви? Смотря кто как. Я вообще по-другому понимаю. Как? Ну, это если я буду сказать мою версию, то здесь дебат будет. Пусть брат говорит. Ну, ты считаешь, это Дух Святой или это Нет. что-то другое? Церковь? Нет. Нет? Там 7 вариантов есть. Ну, Мгм. и? Ну, я не думаю, что будут дебаты. Ну, я смотрю на это в контексте post-tribulational rapture. Мгм. О, тебе трудно меня переводить. Очень. Я мучаюсь. Но делаю то, что должен делать. Да. Да. Հովնան ախպեր, իր հարցը, извиняюсь. Да. Пусть брат подумает, пока мы разговариваем. Հովնան ախպեր, ինքը իր հարցը հետեւյալն է, որ տեսակետներ կան, որ ինչ է իրենից ներկայացնում խանգարողը կամ արգելողը, ոնց է քո թարգմանության մեջ գրված 2:7-ը, տեսակետներ կան ու եկեղեցին, Սուրբ Հոգին, քո տարբերակի մասին, հա։ Դա ասացում եմ իմ տարբերակը իմանա։ Ահա։ Հա, ես մտածում եմ Սուրբ Հոգին է։ Дух Святой, брат сказал. Это Хован так думает. Да, да. Բայց ասալը վերջնական չի, էլի, բայց ոնց որ դրա վրա եմ։ Վերջնական չի, բայց հակում ես մոտենում է դեպի դրան։ Ага. Это, то есть, это не окончательное решение брата, но он склонен к этому. Ну, как Исайя сказал, есть много вариантов на этот счет. Ոնց որ ասեց Եսայի եղբայրը շատ տարբերակներ կան։ И есть за и против. Аргумент, почему речь идет о Духе Святом, следующий. Եվ փաստակները, թե ինչի համար են մարդիկ մտածում, որ Սուրբ Հոգին է, հետևյալն է։ Слово «удерживающий» в греческом языке среднего рода. Среднего рода в греческом. Да, да.
И поэтому, например, это не может быть церковь, потому что церковь женского рода. Քանի որ հունարենում այս բառը միջին սերով է դրված, հա, ասենց ասած, ոնց է ռուսերենում էլ կան, չէ, 3 սերեր կան։ Մեր մոտ արական իքական։ Հունարենում էլ այդպեսի 3 սերեր։ Мне трудно это перевести, потому что в армянском языке нету такого рода. Տեսեք, ռուսերենում էլ կա այդ միջինը, հունարենում էլ կա։ Հունարենում, երբ որ օգտագործում է խանգարողը, ինքը այդ անորոշ, հա, սերով է, բայց եկեղեցին իքական церковь это женского рода, да, греческом, да. Իսկ եկեղեցին իքական սերով է գրված։ Դրա համար չի կարող լինել եկեղեցին։ То есть это не может быть церковь. Да. Окей. Потому что, ну, слова делятся на 3 категории, их условно называют мужской, женский и средний род. И, следовательно, возникает вопрос, о чем идет речь, потому что Павел не дает определения удерживающий, значит это. Значит что? Ну, в самом тексте Павел не дает определения, кто такой или что это удерживающий. Okay. Մենք տեսնում ենք, որ հենց ինքը տեքստի մեջ Պողոս Առաքյալը չի ասում կոնկրետ ով է խանգարողը կամ ինչն է խանգարողը։ Поэтому в отношении этого вопроса мы должны увидеть некоторую, скажем так, аномалию. Դրա համար մենք այսպեսի հարցի քննարկման ժամանակ պետք է որոշակի գիտակցենք, որ կա ինչ-որ որոշակի անոմալիա։ Поскольку апостол Павел использует, применяет к этому слову артикль мужского рода. Какому слову? Апостол Павел в греческом языке присоединяет к слову удерживающий артикль мужского рода. То есть слово женского рода, но он присоединяет мужской род артикль. Нет, да? слово не женского, слово среднего рода. Среднего рода, извиняюсь, все. Այսինքն տեսեք հունարենում այստեղ ինչի համար ենք ասում որ որոշակի անոմալիա կա։ Բառը անորոշ սերով է, բայց երբ որ Պողոս Առաքյալը որոշիչ հոդ պետք է դնի, որոշիչ հոդը դնում է արական սերով։ И поэтому, можно сказать, технически Павел делает грамматическую ошибку. Տեխնիկական իմաստով եթե նայենք, ստացվում է որ Պողոս Առաքյալը անում է քերականական սխալ։ Но это не является технической ошибкой, поскольку также такое нарушение мы видим в греческом языке в использовании мужского артикля по отношению к Духу Святому. Բայց չի կարելի այսպես դա համարել քերականական սխալ, որտեղ մենք հունարեն լեզվում տեսնում ենք որոշիչ հոդի արական սերով օգտագործում Սուրբ Հոգու մասին զրույցներում։ И в греческом языке слово дух тоже среднего рода. Եվ հունարենում հոգին էլի ոչ արական է, ոչ իքական։ Но когда авторы говорят о духе не как о ветре, а как о личности, они используют артикль мужского рода. Բայց երբ որ հեղինակները խոսում են հոգու մասին, ոչ թե որպես քամի, այլ որպես անձնավորություն, իրանք օգտագործում են հենց արական սերի որոշիչ հոդը։ И поэтому в этом контексте мы понимаем, что кандидатом на возможное значение будет Дух Святой. Դրա համար այսպիսի դեպքերում մենք տեսնում ենք, որ Սուրբ Հոգին է հնարավոր տեխնացում, թե ինչի նկատի ունի այդ բառով նոր կտականյան հեղինակը։
Но, к сожалению, даже те, которые, скажем так, верят, что речь идет о Духе Святом, они часто неправильно проповедуют и утверждают, что церковь вознесется, и Дух Святой заберется с земли, и вообще Մгմ, спасения не будет. մгм։ Եվ չնայած այս գիտակցմանը քարոզիչները, ովքեր որ հավատում են, որ Սուրբ Հոգին է այդ խանգարողը, շատ անգամ սխալ են քարոզում, ասելով, որ Սուրբ Հոգին եկեղեցու հափշտակությամբ կվերցվի ու ընդհանրապես գործունեություն չի անի ու փրկություն ընդհանրապես չի լինի։ И это ну, неправильное понимание, скажем так, служения Духа Святого. Եվ դա ոչ ճիշտ ընկալում է, ոչ ճիշտ ընկալումից է գալիս Սուրբ Հոգու գործունեության։ И также неправильное толкование, ну, вот этого текста, где, по крайней мере, в русском языке кажется, вот, от среды удерживающего, ну, как бы означает куда-то там вверх будет восхищение, да, вместе, Дух Святой вместе с церковью вознесется. Եվ NPC տպավորություն է ստացվում, որ Սուրբ Հոգին եկեղեցու հետ այսպես sense վերև է բարձրանում։ Но Дух Святой это вездесущий Бог. Սուրբ Հոգին ամենուրեք եղող Աստված է։ И он присутствует во всей своей полноте в каждой точке Вселенной. Ինքը իր ամբողջ լույսությամբ տիեզերքի Поэтому, բոլոր կետերում գտնվում է բացարձակ իմաստով։ поэтому, по сути, он как бы ему бегать и перемещаться не надо. Դրա համար էլ ինքը ոչ միտեղ տեղաշարժվելու կամ ինչ որ տեղից ճակերտներով ասած փախնելու, վազելու ինչ որ, հա, կարիք չունի։ Но как Грудом говорит в своем богословии, что ну, Бог присутствует на всяком месте, но в разных местах действует он по-разному. Ոնց որ ասում է Գրուդեմը, Աստված ամենուր է, բայց տարբեր տեղեր տարբեր կերպ է գործում։ Поэтому, когда авторы говорят о том, что Дух Святой сошел, пребывал и другие термины, это для нас, чтобы мы понимали, скажем так, смену функций, Դրա համար его է работы. հակասում, որտեղ խոսվում է, որ Սուրբ Հոգին եկավ կամ մնում է կամ մնաց, սրանք նրա համար են, որ մենք հասկանանք դերակատարությունը։ И поэтому, когда церковь будет восхищена, служение Духа Святого будет изменено. Դրա համար, երբ որ եկեղեցին հափշտակվի, Սուրբ Հոգու ծառայությունը կփոխվի։ Но Дух Святой будет продолжать действовать на земле и будет давать спасение. Բայց Սուրբ Հոգին կշարունակի մնալ երկրի вրա, այն իմաստով, որ կշարունակի տալ փրկություն։ И еще один момент, вот эта фраза от среды, слово среды в греческом языке означает от середины. Сейчас я прочитаю армянский вариант. Որովհետև անօրության խորհրդաժմ արդեն գործում, բայց նա որ այժմ արգելում է պիտի շարունակի մինչև ինքը ասպարեզից այս բառի վրա է հղումանում դասախոսը, որ ասպարեզից կհեռացվի։ И это мы можем объяснить следующей иллюстрацией, что сейчас Дух Святой, он удерживает проявление и приход Антихриста. Եվ մենք կարող ենք այսպես ասել, որ հիմա Սուրբ Հոգին զսպում է հակաքրիստոսի հայտնվելը։ Но с момента восхищения церкви Дух Святой, скажем так, удерживая эту плотину, отойдет в сторону. Բայց եկեղեցու հափշտակությունով Սուրբ Հոգին իր այդ զսպող գործողությունով, այսպես ասած, մի կողմ կքաշվի։ Что позволит, скажем так, Антихристу во всей своей, скажем так, во всем своем проявлении действовать более активно в период великой скорби.
Ինչը թույլ կտա հակա Քրիստոսին, այսպես իր ամբողջ այդ դրսևորումով գործի մեծ նեղության ժամանակ։ Но как мы видели в Откровении 7 главе, люди будут спасаться. Վայսմոմ 7. սիզմոմ եւ ինչպես որ մենք տեսանք հայտնություն 7-ից մարդիկ շարունակեն փրկվել։ Поэтому, когда мы говорим, что служение Духа Святого обратиться, речь идет в отношении изменений функций, но это не означает, что ну, вообще Бог действовать там не будет и спасения не будет. Դրա համար երբ մենք ասում ենք Սուրբ Հոգու այդ հանգարողի վերցվելու մասին, հա, ինչ չենք ասում, որ Աստված կդադարի գործել Սուրբ Հոգու միջոցով, ուղղակի դերակատարությունը կփոխվի։ Я думаю, у нас перерыв через 3 минуты, но давайте тут остановимся, думаю, хорошее время. Եկեք И արդեն երևի լավ после պահ է, перерыва. կանգնենք ու արդեն դադարից հետո շարունակենք։ Спасибо за внимание и перевод. Спасибо вам тоже. Вам тоже.